Մայրաթորում մանիպուլատիվ ստահոտ են անվանում Փաշազադեի հերթական թունոտ հայտարարությունը հայ առաքելական եկեղեցու մասին։ Մեզ համար շատ ավելի կարևոր է անդրադառնալ այն հարցին, թե ինչու է Ադրբեջանում այսօր, մինչև այսօր շարունակվում հայատյացության այսպիսի մեծ ծավալով քարոզը, եւ ավելի կարծում եմ Փաշազադեն սրա մասին ավելի շատ պիտի մտածի։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հայ առաքելական եկեղեցուն եւ հայկական սփյուռքին մեղադրել էր ռևանշիզմի համար։ Հայտարարել, թե հայ հոգևորականությունն ու սփյուռքահայերը Ադրբեջանի հետ նոր բախման կոչեր են անում։ Մինչ երկու երկրների քաղաքական ղեկավարությունները քայլեր են ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի եւ նոր բախման։ Խաղաղություն ամենաշատը հայ առաքելական եկեղեցին է ուզում, բայց այդ խաղաղությունը պետք է արժանապատիվ լինի, ոչ թե պարտադրված։ Փաշազադեին հակադարձում են Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Եվ հայ առաքելական եկեղեցին, եւ սփյուռքը, եւ յուրաքանչյուր հայ մարդ բնականաբար խաղաղության ամենամեծ ջատագովներն են եւ պարզապես այստեղ մի կարևոր հանգամանք կա, որ այդ խաղաղությունը պիտի լինի արժանապատիվ, ոչ թե թելադրված կամ պարտադրված, եւ ամենամեծ խնդիրը եւ ամենակարևոր խնդիրը կարծում եմ այստեղ է։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայ առաքելական եկեղեցու դեմ գրոհը թափառավ այս տարվա մայիսին, երբ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II Շվեյցարիայում եկեղեցիների համաշխարհային խորհրդի համաժողովում խոսեց Արցախի բռնազավթման, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության եւ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին։ Եվ ամրագրված են Փաշազադեի մեղադրանքներին հաջորդեց Փաշինյանի հակաեկեղեցական հայոյախառն ստատուսագրությունը։ Հետաքրքիր է զուգադիպությունը միշտ մենք տեսնում ենք այն ինչ որ Ադրբեջանի եւ իշխողքեվոր եւ աշխարհիկ իշխանությունները խոսում են կամ քննադատում են կամ հայտարարություն են անում եկեղեցու հասցեին, ինչ որ կերպ դա այստեղ արձագանք ունենում է։ Չգիտեմ այս անգամ ինչ արձագանք կլինի, ամեն դեպքում մտածելու տեղի տալիս է։ Փաշինյան Փաշազադե հակաեկեղեցական գրոհները մտածելու տեղիք են տալիս նաև մայր տաճար աղոթելու եկած մարդկանց։ Ասում են մեր եկեղեցու, մեր կաթողիկոսի մասին գրեթե նույն բառապաշարով են խոսում Հայաստանի քաղաքական, Ադրբեջանի հոգևոր իշխանությունը։ Ուղղակի խայտարակություն է։ Զարմանալի է եւ աններելի։ Ինչ որ մի բան կա, իմ ուղեղն մեջ չի տեղավորվում։ Ռեվանշիստ չենք։ Մենք սովորական մահկանացնենք, մեր մայր տաճարի մահկանացուններն ենք։ Մենք պետք է մեր եկեղեցին պահենք, պաշտպանենք ամեն ինչը, ներքին թշնամիներից էլ դրսի թշնամիներից է։ Այս տարվա մայիսի վերջին Բաքվում գործող Կովկասի մուսուլմանների վարչությունը որոշել էր Ղազիաթ, այսպես ասած Երևանի թեմ ստեղծել։ Իբր այն գոյություն է ունեցել ցարական Ռուսաստանի իշխանության տարիներին եւ համակարգել է Երևանի նահանգում բնակվող մուսուլմանների հոգեվոր կյանքը։ Այն ժամանակ Մայրաթորը զավեշտալի էր համարել Փաշազադեի որոշումը, նկատելով խորհրդային իշխանությունների ազգաշինարարության արդյունքում 1930-ականների երկրորդ կեսին ադրբեջանցի էթնոնիմ ստեղծած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել հայ ժողովրդի պատմականությունը։ Էդգար Ղուշչյան, Արաքել Օհանյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։